Ձևական շոու արեցին, գրասենյակն ընկավ ընկերներ, Նիկոլի համապատասխան մասերը, անպիտան իշխանության, Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ դա գանգստերական քաղաք է։ Իրենք ուղղակի տգետ բութ են։ 4 կողմից այսպես շակալների նման հարձակվում էին։ ալկաշներին ասենք երկուշի շողի, Սրանց մոտ թվերը բան են, թավշյա են։ Ունեին 0 ուղեղ, կատարում էին հրամաններ։ ինչու պայքարել, հոպար ջան։ Սրանք գանգստերներ են, որոնք որ չեն խոսում։ Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ Մահակ TV եթերում Մահակ podcast-ի հերթական թողարկումն է։ Այսօր մենք քննարկելու ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերի եւ կրիմինալ հետքի մասին, ինչպես նաեւ պետական ընտրակաշառքներին ենք անդրադառնալու։ Արեկնաս նախքան այդ ծանր թեմաներին անցնելը, որոնք իրոք ծանր թեմաներ են, այն սրտիկելու պահերը էլի, քեզ սրտիկեն ինձ լայք են կամ հակառակը։ Ես դեմ չեմ, թող ինձ սրտիկեն, քեզ հավանեն։ Խնդրում եմ բաժանորդագրվել, մեկնաբանություն գրել, Տարածել, կիսվել։ Եթե դուր գալիս է, իհարկե մեր կոնտենտը, մեր Դուր հնարավոր չի, որ չգա։ Դե դες մի ասորնակ նիկոլական ֆեյքերին։ Իրանցին է դուր գալիս։ Ֆեյք շոուներին դուր գալիս, բայց ֆեյքերին դուր չի գալիս։ Իմիջիայլոց մեծ բան ունենք, երկրպագուների բանակ նիկոլական ֆեյքերի, որոնք մի քանի հարյուրներ են հասնում, ասում։ Մենք միմիայն ուրախ ենք, թող իրենք նույն տեմպերով շարունակեն գրել։ Կոմենտել դա միայն մեզ ոգևորում է, դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այստեղ մի բան էլ ավելացնեմ շատ կարճ ու գիտես ինչից են չղայնանում, ասում արա այս քոն քրվում ենք, էլի դուք շարունակում։ Մեկ ֆեյքերը էլի ասենք իրենց հիմնական նպատակը էմոցիոնալ դավկա ապահովելն է, էլի։ Հա։ Որ հասկանում ես, թե պրիմիտիվ կենթանի են, էլի ասենք, պրիմիտիվ ուղեղով փորձում են ինչ-որ ճնշումներ բանեցնել։ Հետո երևի ներվային անում են, որ իրենց աշխատեցնում են, այսինքն փողը քթներից հանում են այդ տված փողնել։ Հա, բայց ու ասենք բան են անում, դե այդքան տանջվում ենք, մի հատ արդյունք էլ չկա, էլի շարունակում ենք։ Բնականաբար չի լինի, որովհետև շարունակելու ենք, ժողովուրդ ջան, դուք ջաներդ յուղեք, որ շատ գրեք, տոպ էլի տենց մի խոսքով մենք շարունակելու ենք, դուք հետևեք մեզ։ Տերենիկ նախորդ թողարկման ժամանակ հենց այս տաղավարում Մայր Հայաստան խմբակցության ավականու ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ խոսում էինք Երևանում տիրող այս աննորմալ կառուցապատման աճերից եւ ասում էինք, որ այս տեմպերով եթե շարունակվի Երևանը կոլապսի է ենթարկվելու ու փաստորեն 1 շաբաթ հետո արդեն Վիոլա ջուրը հայտարարեց, որ անցնում է ջրամատակարարման գրաֆիկով ռեժիմին, օրինակ Երևանի բոլոր 12 համայնքներում ջրամատակարարումը դադարեցվելու է 24:00-ից մինչև առավոտյան 7:00-ն։ Իհարկե հետո արդեն այսպես ինչ որ ձևական շոու արեցին, կառավարությունը միջամտեց եւ փրկեց իրավիճակը։ Իմիջիայլոց նախորդ հաղորդման հաղումը կարող եմ մտնել նայել, հա։ Մեկնաբանությունների դաշտում տեղադրենք։ Տեղադրենք, մտեք նայեք այդ հաղորդումը, եթե չեք տեսել, բայց իրականում ինչ կատարվեց ջրային այս ճգնաժամի հետ կապված, այն որ Երևանը կոլապսի է ենթարկում ենթակառուցվածքների առումով, դա բոլորի համար ակնհայտ է։ Երթևեկությունից ով է գոհ, չեմ կարծում որ որևէ մեկը գոհ լինի եւ Երևանում չկան արդեն ժամեր, որ խցանումներ չլինեն, ֆիքս են տան։ Չկան օրեր, որ կոյուղիներ չպայթեն։ Իմիջիայլոց երբ որ ասում են գրաֆիկով ջուր տալ, Երևանի շատ համայնքներում ջուրը գրաֆիկով է տրվում։ Ու շատ այդպես փոքր թաղամասերում, ասենք, Արաբկիրի մի հատվածում օրինակ կարող է ջուրը գրաֆիկով տրվել։ Այսինքն այն ինչի մասին անոնսվեց եւ խոսվեց, ըստ էության շուտվանից կար։ Հիմա այս աղմուկը Վիոլա ջրի հետ կապված, տեսեք դրանից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ջրային կոմիտեի, չգիտեմ որ հարյուրամյակի հետ կապված ինչ որ դարակազմիկ ելույթ է ունենում, էլի ինչ որ մտքերի, Մարգարիտ մտքերի շարան, այնտեղ իմիջիայլոց այդտեղ այդ ելույթը ամբողջությամբ լսեցի, մարդը արդեն սուտ խոսելով։ Պաստորեն սադոմազոխիստական հակումներ ունես Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ լսում։ Մեկ ասենք վատ բաներն են, էլի ասենք մարդու վրա դրական ազդեցություն ունենում։ Հա, ինձ կաթ է հասնում այս բարակայում։ Տեսեք, մարդը մի բան էլ է փոքր նկատառում, սուտ խոսելու անունը դրելա փոխվել։
արդարացնելով իր նախորդ ինձ ասում է, այն ժամանակ սենց էր ասում, հիմա սենց, ասում է դե մարդ եթե չփոխվի ուրեմն էլ ինչ զարգացում, էլի, այսինքն սուտ խոսելը իր համար արդեն դարել է զարգացում, լավ, դա մի կողմ։ Ինչ է խոսում, ասում է ջրային ճգնաժամ է Հայաստանում, մեր մոտ 200 տարի ոչինչ չի փոխվել, ջրային ճգնաժամը մեր գլուխների մեջ է։ Ու ասում է, որ այստեղ որևէ փոփոխություն չկա ջրային համակարգի, ջրամատակարարման եւ այլն, մինչեւ մենք չփոխվենք, ասենց ինչ-որ հեքիաթներ սովորաբար որ ունենում է, էլի։ Ու ես իրեն լսում եմ, ասում է մի մարդ, որը 8 տարի իշխանության է եւ ջրային համակարգի բարելավման առումով արել է 0 քայլ։ Ինքն էլ է դա խոստովանում։ 0 քայլ արել է ենթակառուցվածքները թարմացնելու, արդիականացնելու եւ նորերը կառուցելու առումով։ Օրինակ իշխանությունը, որը իրեն գովազդում էր որպես ջրամբարներ, գյուղեր կառուցող, չկարողացավ ավարտին հասցնել անգամ Կապսի ջրամբարը Շիրակի մարզում, որը կառուցվել էր սովետական միության տարիներին, երևի աշխատանքի 80% այնտեղ արված էր 84 թվականից կառուցում էին այդ ջրամբարը, կարծեմ։ Ու իրենք եկան ռեկլամը, որ անում էին, մեկ հմեկներ նկարում, մեկ էս էր նկարում, մեկ մարզպետը, մեկ քաղաքապետը, մեկ էս, մեկ են, բայց հետո ասեցին, всё, կաբինետը փակվավ, գրասենյակն ընկավ ընկերներ, բոլորը տներով։ Ու այս մասին չկարողացան կարծեմ Սյունիքում էլ ուզում էին ջրամբար կառուցել այնտեղ էլ չկարողացան կառուցել, այսինքն այս մարդը իր ձախողումները վերագրում է, ասենք գյուղացիներին, որ գյուղացիները վատ են ծախսում այդ ջուրը, վերագրում է, չգիտեմ ինչ անհայտ գլուխների, իրականում իր գլխի մեջ ինչ որ մի բան չի, իր կառավարման արդյունավետությունն է խիստ կասկածի տակ դրվում, բայց մարդը որպես դասական, կլասիկ, այդպես ասենք, մայով բառ էի ուզում ասեի, չէ, պոպուլիստ եւ դեմագոգ, պոպուլիստ, այդ մարդը իր մեղքերը բարդում է ուրիշների վրա, բայց այդ ելույթից անմիջապես 2-3 օր անցավ մեկ էլ բիոլոգիա հոպ հայտարարում է որ Երևանում ասում ենք գրաֆիկով ջրամատակարարման ու հետո իմանում է որ նաև մարզերում ամբողջ մարզերում, այսինքն արդեն հայտարարել է որ ճգնաժամը ջրային համակարգում նավոտկան տվել է։ Հա, այս վիոլոջումներ մտնում ասենք Գյումրիում, ինչու պետք է ասենք գրաֆիկով ջրամատակարարում լինի, որ ասենք Ղազանջու այդ աղբուրը կարծեմ ոչ մի բան տեղի չունեցել այդ աղբյուրի այդ փառք ասու, էլի։ Այսինքն ոչ մի պատճառաբանություն չնշեցին էլ թե ինչի են այդպիսի որոշում կայացրեցին աղբյուրները ցամաքել են, այս են հետո, բայց սկզբից որևէ բան չասացին, ուղղակի հայտարարությունը հրապարակեցին եւ դա էլ կասկածներ առաջացնում, ու ես հիշեցի մի հատ ֆիլմ, կարծեմ այդ ֆիլմի մեջ էր, էլի Պոչը խաղացնում է Շանը, ամերիկյան շատ լավ ֆիլմ է, ես խորհուրդ կտամ դիտել, ամերիկյան ընտրությունների մասին է նախագահական, երբ մի տեխնացուի առաջ տանելու համար, ռեյտինգները հանելու համար արհեստական խնդրեմ եմ մտածում, կարծեմ պատերազմի նման ինչ-որ բան է, ինչ-որ գոյություն չունեցող երկրում, ու այս տեխնացուն հերոսաբար նետվում է այդ խնդիրը լուծելու, էլի։ Հիմա սրանցն էր, իրենք փորձեցին ինձ թվում է, էլի, այդպիսի մի քարոզչական տրյուկ կազմակերպել, ջրային ճգնաժամ, հեսա ջուրը բանով եք ստանում, գրաֆիկով եք ստանում, մենք նետվում ենք, ասենք Նիկոլա իր նախարարներով, թրերով, վահաններով հասնում են Սարդ Մարտի նման կամ չգիտեմ այդ կինոների նման, ու այդ խնդրին լուծում է տալիս, բայց իրենք չեն հասկանում, որ 18 թիվը չի, 19-ն էլ չի, 20-ն էլ չի անգամ, իրենց նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը այլևս կարծրացած է, ժողովուրդը իրենց վերաբերվում է որպես ստախոս, ոչ արդյունավետ, անպիտան իշխանության, հիմա ինչքան էլ իրենց ճղեն, իրենք չեն հավատում, ժողովուրդը չի հավատում, որ կարող են իրենք որևէ խնդիր լուծեն, այդ 18 թվականին ինչ-որ մարդիկ կհավատային, 19-ն էլ չէ, որ ինչ-որ պրոբլեմա լինում, կարող է իշխանությունը դե բարի են, իրանք շատ են սիրում ժողովրդին, խոնարհվում են, չգիտեմ էլ ինչեր են անում, սիրում են եւ այլն, հարգում են կարող են լուծել այդ խնդիրը, կհավատային, բայց հիմա հասկանում են, որ այս մարդու իշխանությունը քայլող պրոբլեմա է, այս մարդը ինչին կգնում է, դա ինչ-որ պրոբլեմա ծագում, մեծ պրոբլեմ։ Հիմա որ իրենք արեցին այս ամեն ինչը, հասկացան, որ իրենց պրյոմի տակ են մնացել։ Դրա համար ժամեր անց մի հատ նախարար ունեն, ասենց Արմավիրում այդ Վաղարշապատի ընտրությունների մասնակցում էր։ Խուդատյանը։ Հա, տենց ինչ-որ մեկը, էլի, բան դեմքով էլի։ Բանը, արագ գրեց, թե բան են անում։ Կառավարությունը վիոլա ջրի հետ
պայմանավորվեց խնդիրը լուծեցինք, հələ տեսեք ժամեր անցել, 4 ժամվա մեջ իրենք վերացրեցին ճգնաժամը, էլի պատկերացրեք, մոտավորապես այդ է։ Այստեղ մի հատ անեկդոտ կա, էլի, վերևի հարևան ներքևի հարևանին կանչում է թեյ խմելու արծաթի գդալներով, էլի, հետո հարևանը խմում շնորհակալություն հայտնում գնում է 2 րոպեից իջնում է ասում է մեր գդալները դու գողացար արծաթից էլի այ մարդ ասում է չէ ես չեմ գողացել էլի վերջը տենց վիճում են բաման գնում է մի 2 օր անցնում է իրարից նեղացած էլի տենում է ներքևի հարևանը վերևի հարևանին ասում է հա գդալները գտար ասում է գտնել է գտա բայց նստվածքը դե մնաց հիմա սրանցն է իրենք արել են հիմա ժողովրդի մեծ մասը ու ճիշտ էլ անում է էլի հավատում է որ իրենք արդեն ջրային ճգնաժամի մեջ են եւ իրենք ջուրը ստանալու են այս իշխանության շնորհիվ գրաֆիկով ու ինչպես սկզբից նշեցի իրոք այդ մարտիկ շատ տեղերում Երևանում նաեւ մարզերում ջուրը մատակարարվում է գրաֆիկով, որովհետև սրանք կառավարում են ոչ արդյունավետ։ Այստեղ մի նրբություն էլ կա, իրենք ասեցին, որ այս որոշումը ոչ թե չեղարկվում է վերջնական, այլ ժամանակավորապես հետաձգվում է մինչև ինչ որ եսի մինչև մշակեն, ինչեր ուսումնասիրեն, եւ ես վստահ եմ, որ ընտրություններից հետո Աստված մի արասե, եթե հանկարծ իրենց հաջողվի ինչ որ մի հրաշքով վերարտադրվել, ապա գրաֆիկով ջրամատակարարումը հաստատ տեղի է ունենալու։ Ես բացառում եմ, որ իրենք կվերընտրեն։ Ես էլ եմ բացառում։ Այնպես որ Այս ճարահատյալ քայլերից մեկն էլ կենսաթոշակների բարձրացումներ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ին, այսինքն ժողովրդի մոտ ընդունված այդ խաբելու օրը, իրենք օրվանից իրենք բարձրացնելու են կենսաթոշակները։ Նիկոլ Փաշինյանի մասնագիտական օրը, այո, իր սիրելի այո օրն է, բարձրացնելու են 10,000 դրամով, եւ սա այն նույն Նիկոլ Փաշինյանն էր, ով ընդամենը 2 ամիս առաջ ասում էր, որ մենք կենսաթոշակները չենք բարձրացնելու, որովհետեւ թոշակառուները չգիտեն թե դա որտեղ ծախսեն։ Ես առաջարկում եմ, որպեսզի վերհիշենք իր այս խոսքերը ու շարունակենք արդեն մեր զրույցը։ Մենք ինչ ենք ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքես դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա հետևաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Գնա դեղատուն այլ բան գնի, քան պետքա գնի, գնա ստանա այն բուժտարայությունը, քան պետքա ստանա։ Մենք այդ 10,000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ։ Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Դերենիկ հարց է առաջանում, թե ինչու այս թիվ 1 եւ գլխավոր ստախոսը փոխեց իր կարծիքը 2 ամիս անց, որովհետեւ իրենց ներքին հարցումները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շրիշակից էլ ցածր է, ու այնքան է ընկել, որ հավասարվել է իրենց այս չեղած անորակ ասֆալտին ու ասֆալտային վարկանիշը, ինչպես դու նաև քո Facebook-յան էջում գրառում էիր կատարել այդ մասին։ Այո, ու մտածեցին ինչ անեն, ոնց անեն եւ որոշեցին, որ պետական բյուջեի հաշվին պիտի մեր խեղճ թոշակառուների ձայները գնեն ու բարձրացնելով կենսաթոշակը։ Սա նույն տարբերակներ, որ պետական բյուջեի հաշվին ինքը իր թիմակիցներին պարգևավճարները բաժանում, դա էլ է յուրօրինակ ընտրակաշառքի ձև։ Ես հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ 3 միլիարդ դրամի կամ շուրջ 8 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանվել Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին։ Այն որ սա անդրակաշարք է, նույնիսկ մենք չենք ասում այդ մասին, ժողովրդին ում կանգնացնես հարցնես, այն նույն բանն է կրկնում։ Հա, այսինքն, ասենք, այնքան պրիմիտիվ են սրանք ու իրականում վախի գործոնը մեծ է,
որ գնանց այս քայլին։ Հիմա մեկ կարևոր նրբության վրա ուշադրությունը ես հրավիրեմ, տեսեք այդ ելույթը ինչպես էքսպրեսիայով, չէ, ելույթեր ունենում էմոցիայով, բացատրում էր, թե ինչի թոշակառուն չգիտի, թե ոնց ծախսեց 10,000 դրամ, ինքը գիտի, թե ասենք Սրբուի Գայլանը 7 միլիոն դրամը ոնց կարողա ծախսել, էլի։ Բայց ինքն դեռ ասում է 11,000, հետո դեռ ճշտում ասում 10,400, չէ, կոնկրետ թիվ է, 10,400, այսինքն դրել իրենց այդ համակարգով տնտեսական բլոկով, բայց երևի Գևորգ Պապոյանը տեղ չի եղել, էլի, թվերի հետ գումարելու հետ կապված այդ մտեղ են խնդրեմ ունի, էլի, 10,400 թիվն է ասում, այսինքն հաշվարկել են, որ 10,400-ով իրենք կարող են թոշակների մեջ ինչ-որ փոփոխություն անել, բայց քանի որ թոշակառուն չգիտի ես Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ինքը տալիս է, ասենք, այն մյուս նախարարին Ավանեսյան, հա, առողջապահության նախարարին, որ ինքն դա ինչ-որ համակարգ ստեղծի, որը վարում էր անտաղանդ։ Այո, ես վստահեցնում եմ, որ դա փլուզվելու է։ Եվ այդ հաշվարկներից հետո չի անցնում 2 ամիս, ինքը ասում է, հա, 10,000 դրամ ինչա որ չբարձրացնենք այդ թոշակները։ 2 ամսում թոշակառուները հասկացան ոնց պիտի ծախսեն իրենց գումարները։ Հասկանալուց բացի 200 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Այդ թիվը, որ կարողանան իրենք 10,000-ով բարձրացնել, 200 միլիոն դոլար է։ Դա 20 միլիոն չի, որ ասեն պաուստային ֆոնդ, բան, այն Գևորգին այդ Պապոյան ուղարկել են հմեկ, որ բացատրի թե եղբայր դե ոնց եղավ էլի, որ 200 միլիոնը որտեղից ծրեց։ Դե ասում են լավ ենք աշխատել, տնտեսությունը զարգացավ, բան, փող կար մի քիչ մեր մոտ, ասենք բաժանենք թոշակա, բայց այդպես չի լինում։ Թոշակները չեն ասում տարվա կեսին, էլի կոպիտ ասած։ Դե ընտրությունների նախաշեմը, դե հիմա ամեն ինչ կանեն։ Ես այն եմ ասում, որ այս մարդիկ արդեն այնքան վախեցած են իշխանությունը, ինչպես ճիշտ ասես, կորցնելու վտանգից, որ արդեն ես չեմ բացառում, որ կարող է շուտով մտածեն, ասենք, միայնակ մայրերին 30,000 դրամ տալ, չգիտեմ, ծխողներին մի տուփ սիգարետ, ալկաշներին, ասենք, 2 շիշ օղի, որ մարդիկ իրենց լավ զգան, հա, մեծ հավանականություն կա, որ այդ տրամաբանությամբ են իրենք առաջնորդվելու, օրինակ սկսել են այս երկրորդ տարին է, ասենց առած սուբսիդիա տալ գալու բանում, գյուղերում, այս պետական բյուջեն, երբ այս մարդիկ համարում են իրենց սեփական գրպանը, իրենք կարող են իրենց շատ բաներ թույլ տալ, եւ հետո ներկայացնեն, որ ընտրությունները անցել են ազատ, արդար, մրցակցային բանով, բայց մենք իրականում տեսնում ենք ու ժողովուրդն էլ իրականում արդեն զգում է, որ այս իշխանությունը փորձում է իրեն կոպիտ ասած շատ կներեք այս արտահայտության համար էշի տեղ դնել այս իշխանությունը իր սիրելի ժողովրդին, բայց հարգելի ժողովուրդը արդեն հասկանում է, որ այս իշխանությունը գալիս է իր դուրը մենակ այն ժամանակ, երբ որ պետք է իրենից իշխանություն վերցնի մեկ օրվա մեջ, հետո 5 տարի քերի այդ նույն ժողովրդին տուգանքներով, վարքային տոկոսներով, հարկային տերորով, չգիտեմ, հազարումի ձևերով այս ժողովրդին պետք է քերի, այսինքն այդ մի օր, որ Նիկոլ Փաշինյանին տվել են այդ իշխանությունը, ոչ միայն ֆինանսական մեծ կորուստներ են ունեցել, այլ նաև հիմա կանդրադառնանք այդ մասին, մարդկային հազարավոր զոհերի հետ մենք գործ ունենք։ Իմիջայլոց Պապոյանի մասին հիշատակեցիր, որ թվերի գումարել հանելու հետ տենց սեր չունի, թեև էկոնոմիկայի նախարարի Մենք էլ սեր չունենք, Արեգնաս ջան, բայց մենք նախարար չենք, չէ՞, էկոնոմիկայի։ Բայց իրենք աշխատում են ու միայն Գևորգ Պապոյանը չի, որ այս Նիկոլի թիմում գումարել, հանել, հաշվել, մի խոսքով, հա բոլորն էլ սրանց մոտ թվերը բան են, թավշյա են, իրենց իհարկե չակերտավոր թավշյա են, լողացող են, ինչ թիվ ուզում է, մտքներին ինչ թիվ փչում է, իրենք ասում են։ Ես առաջարկում եմ մի քանի այդպիսի դրվագ հիշենք ու շարունակենք։ Դե ասում եմ, փետրվարի 31-ին ընդունվել է օրը։ Այսինքն մասնակցությունը մեզ խաբել է նախնական հաշվարկներով առաջարկվող Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, այսինքն 2 տարվա ժամկետում մենք կայարանը կարողանալու ենք կառուցել։ Դուք գնում եք օրինակ 1 օրում 5 լիտր բենզին, որը արժի 520 դրամ, ծախսում եք 1100 դրամ, ծախսեցիք 1100 դրամ, հետո գնում եք հաջորդ օրը 5 լիտր բենզին, որը արժի 430 դրամ, այս դեպքում լուրջ խնայողություն ենք։ Իհարկե 90 ուրեմն մտքի գիգանտ։
Այս զավեշտալի իրավիճակին զուգահեռ ցավոք սրտի մենք նաև ունենք շատ ողբերգական եւ տխուր իրավիճակ դերենիկ հանցավորությունը եւ կրիմինալը Հայաստանում անգամներով աճել է թեև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մեզ վստահեցնում էր, որ հանցավորության թիվը նվազել է, բայց իրենք գուցե համեմատում են նախորդ տարվա հետ, հա, եթե նախորդ տարվա հետ համեմատում ես, ասենք մի 50 դեպքով կարող է եւ նվազել է, բայց երբ որ համեմատում ես 18 թվականի հետ, արդեն հասկանում ես, որ այդ աճը կտրուկ է իրականում, ես առաջարկեմ Արփինե Սարգսյանի խոսքը լսենք ու դրանից հետո նաև ներկայացնենք վիճակագրական տվյալներ, որ նաև փաստարկված լինի մեր խոսքերը, սրանք արդեն պաշտոնական վիճակագրական տվյալներ են, այսպես օդից վերցրած չեն, որ հրապարակվել է 2025 թվականին 2024 թվականի համեմատությամբ կատարված եւ դրանցով նախաձեռնված քրեական վարույթների նվազում ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3.2%-ով։ Քանի որ սույն տիկինը հայտարարում է, որ հանցագործությունների թիվը նվազել է, բայց չի հայտարարում, թե որ թվականի հետ է համեմատ է նվազել, մենք փորձենք առաջնորդվել Գևորգ Պապոյանի փիլիսոփայությամբ։ Ինքը դասեմ, դե ինքը միշտ համեմատում է 17-18 թվականների հետ, չէ՞, ասում է ժողովուրդ ջան, մեզ դատեք 18 թվականի հետ համեմատությամբ, չէ՞։ Մենք էլ Գևորգ Պապոյանի խաթերը չկոտրենք ու իրենց դատենք 18 թվականի հետ համեմատությամբ, բայց իրենց իսկ վիճակագրությամբ այս անգամ անդրադառնանք հանցագործություններին, քրեացին իրավիճակին, Արեգնաս, ես գիտեմ, որ բավականին մեծ նյութ ունես դեպքերի հետ կապված, թե վերջի շրջանում կամ Նիկոլի իշխանության օրոք ինչ խայտառակ հանցագործություններ են տեղի ունեցել եւ ինչքան կյանքեր են խլել, ես այստեղ հանել եմ վիճակագրությունը, սա վիճակագրական կոմիտեի պաշտոնական պետական վիճակագրություն է, որը ասենք չեմ կարծում, որ կարելի է կասկածի տակ դնել, եթե կասկածի տակ են դնում, ուրեմն իրենց թվերն են կասկածի տակ դնում։ Ուրեմն գրանցված հանցագործությունների քանակը Հայաստանի Հանրապետությունում, եթե 18 թվականին եղել է 24678, իսկ 2017 թվականին օրինակ 20284, ապա 2024 թվականին 40232, այսինքն կրկնակի աճ է տեղի ունեցել 20000-ով 17 թվականի հետ համեմատած աճել է հանցագործությունների քանակը Հայաստանում։ Հետո ասում ենք ծանր հանցագործություններին, հասկանանք ծանր հանցագործությունների հետ կապված ինչ դրական տեղաշարժ են ունեցել այս իշխանությունները, քանի որ իրենք խոսում են օրենքի, իրավունքի, իրավական պետության մասին, չէ՞։ Պետք է որ հանցագործությունների քանակը կրճատված լինի, բայց մենք տեսնում ենք չի կրճատվել, 20000-ով էլ ավելացել է։ Ծանր հանցագործությունները, եթե 2017 թվականին եղել է 2730, 2024 թվականին 5557, այստեղ էլի կրկնակի աճ հանցագործությունների։ Առանձնապես ծանր հանցագործությունների թվով։ Այստեղ միած սարսափելի թիվը, ես չգիտեմ, ինձ թվաց իրենք սխալ են գրել։ Բայց հետո հասկանում եմ, որ դժվար սխալ գրած լինեն, էլի։ Առանձնապես ծանր հանցագործությունների քանակը Հայաստանի Հանրապետությունում 18 թվականին 224, ուշադիր, 2024 թվականին 2100, այս ցեղասպանությունն է, ներքին ցեղասպանությունն է։ Հետո հանցագործության հետևանքով զոհվածների թվականակը, ես թվերին չեմ հավատում, ասեմ, սարսափելի ծանր թվեր են։ Հանցագործության հետևանքով զոհվածների քանակը 2018 թվականին գրել են 37, 2024 թվականին 1569։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Բայց չհավատալու խնդիր չկա, որովհետև այս վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ շատ ռեալ թվեր են դրանք։ Արեգնաս, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է, չգիտեմ, փողոցները դարձել են արյունոտ ինչ-որ ռազմորկաների վայրեր, որովհետև մարդիկ չեն հավատում արդարադատությանը, չեն հավատում ոստիկանությանը, չեն հավատում իրավապահ համակարգին, հետևաբար մարդը
ինքը իր միջոցներով, իր զենքով, իր պատկերացմամբ այդ տպավորությունն ունեմ, որ լուծում է իր խնդիրը։ Այդպես էլ կա, այո։ Ես մի բան ասեմ, եթե ասենք ոստիկանության խորհրդատուն կամ PR մենեջերը կամ չգիտեմ ինչը ոստիկանության լինի Սորոսականի համբավ ունեցող Դանիել Իոնիսյանը ամենածանր հանցագործության այդ ժամանակ ինքն դեռ նստած է, չգիտեմ ինչ է անում, ինչ որ ինֆորմացիաներ է տալիս, բա ոստիկանության վիճակն էլ այդ պետքա լինի, բա ինչ էիք ուզում որ ինչ լինի։ Ես ուղղակի զարմանում եմ, դե սպաներ կան, բավականին մեծ վաստակ ունեցող, ծառայություն անցած, իրենք չեն նեղվում, որ իրենք այդ կալպակի տակ են։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Դե եթե նեղվեին, իրենց գործողությունները այլ կլինեին։ Դե հիմա այստեղ մի բան էլ նշեմ, Արեգ Նասչյան, ուրեմն այդ տղայի post-ի տակ Հովհաննես Շողիկյան մեր լրագրողներից, էլի կարծեմ ինքն էր, էլի, եթե սխալվում եմ կարող են ուղղել, ասում է այդ Դանիելը հայտարարում է, որ լավ գործ տան, գործ տվողների հասարակ, ես չեմ ասում, որ ոստիկանությանը տեղեկացնել է սա այնա, իրենք սարքում են ոչ թե գործ տվողների հասարակություն, ավելին, իրենք սարքել են մատնագիր գրողների հասարակություն։ Այս հասարակությանը իրենք դրտում են մատնություններ գրելու, իրենք իրենց օրինակներով, հոգևորականների վրա մատնություններ են գրում, չգիտեմ, ընդդիմադիրների վրա մատնություններ են գրում, որոնց արդյունքում բանտարկվում են այդ մարդիկ։ Հիմա այսի կոչ է անում, որ բան արեք, ոստիկանությանը տեղեկացրեք, որ կանխեն, այս Հովհաննես Շողիկյանը, մեր գոլեգան լրագրողներից, ասում է մեկի լույսերը տեսա Բաքում վառած էր մեքենայի, զանգել եմ այդ նոր, չգիտեմ ինչ եմ բացել ոստիկանության, գվարդիա ինչ, ասում եմ, բանը, դե մարդուն տեղեկացրեք, գա լույսերը անջատի, ակումուլյատորը չնստի, որ հետո նորմալ խոտա, ասում է, այդ մարդուն տեղեկացնելու փոխարեն 3 հոգով եկել են իմ մոտ ու հարցակնության են ենթարկում էլի ինձ, բա ոնց, բա երբ, այ մարդ ասում եմ փոշմանեցի, որ բան էլի, այդպես բան եմ գրել։ Բայց ես առաջարկում եմ թմրանյութերի հետ կապված, որը ավելի սարսափելի վիճակում է, մի հատ Տերենիկ, ես ուղղակի մինչ այդ ցանկանում եմ ընդամենը վերջին մի քանի օրերին տեղի ունեցած աղմկահարույց այս հանցագործությունների դեպքերը հիշատակենք, դու որովհետև ասում ես չեմ հավատում այդ թվերին, բայց արդեն մենք փաստացի կարող ենք դա ասել, որ իրականում գոյություն ունեն այդ թվերը, ուղղակի այսպես թռուցիկ, հա, արագ մի քանի օրվա հանցագործությունների քրոնիկոն է, այո։ Սևան քաղաքի հրապարակում դանակահարվեց եւ սպանվեց 20-ամյա պայմանագրային զինծառայող։ Ըստ տեղեկությունների նրան դանակահարողներն էին անչափահասներ։ Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկի կանգառում 4-5 հոգով դանակահարեցին մի տղամարդու։ Նոր-Նորքի Բագրևան փողոցում ռեստորանի մոտ ծեծկրտուք է տեղի ունենում, մի խումբ երիտասարդներ ձերբակալվում են։ Իդեպ ուշադրություն դարձրու, որ հիմնականում այս հանցագործությունների մասնակիցները երիտասարդներ են, նաև անչափահասներ, այո։ Վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահանում է Երևանի 31-ամյա մի բնակիչ։ Նրան հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում Զովունի գյուղի կրակոցներից ստացված վնասվածքով։ Տղա է, չէ՞ ինքը։ Դերասանուհու տղան կարծեմ Սևանում 20-ամյա երիտասարդ չէր, սա էր, հա, գուցե իհարկե մեկ այլ դեպք վիճաբանություն եւ դանակահարություն է տեղի ունեցել Նուբարաշենում, վիճաբանության մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց եւ դե այն վերջին ամենաակնառու դեպքը Աչափնյակում տեղի ունեցած այդ փողոցային ռազմորկան, որ կրակոցներ տեղի ունեցան եւ 9 վիրավոր ու 1 սպանված մենք ունեցանք։ Էլ չենք խոսում, այո, ինչպես նշեցիր, նարկոտրաֆիկի աճի մասին, ապօրինի շրջանառության մասին թմրամիջոցների, որը ըստ տարբեր տվյալների 6 անգամ ավելացել է եւ արդեն մտել է դպրոցներ։ Ու նաեւ ճիշտ հիշատակեցիր, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ որ եկել էր իշխանության, այդ հերթական ստերից մեկն էր Սյունիքում հայտարարում էր, որ պետք է նարկոտրաֆիկի դեմ պայքարեն, ողնաշարը կոտրեն եւ այլն, այդ տեսանյութը վերհիշենք ու շարունակենք թեման։ Ցավոք սրտի Սյունիքում շատ հաճախ արձանագրվում են թմրամիջոցների խոշոր խմբականակների ներհոսք դեպի Հայաստանի Հանրապետություն։ Եվ այդ թմրամիջոցների մի մասը
դուրս է գալիս Հայաստանում, վտանգելով մեր երկրի հեղինակությունը եւ մյուս մասը մնում է Հայաստանում, վտանգելով մեր երիտասարդությանը։ Եվ ինձ համար սա հատուկ կարևորագույն խնդիր է ջարդել այդ նարկոտրաֆիկի ողնաշարը։ Ուրա ընկերներ, չեմ մոտավորապես հիմա Բայց ողնաշարը չջարդվեց։ Մորտ ինչ ողնաշարը ջարդելու մասին է խոսքը։ Հիմա տեսեք, թվերը այս ջարդող փշրող իշխանության Քաջնազարի նման 18 թվականին ապօրինի շրջանառությունից հայտնաբերված եւ արգրաված թմրամիջոցների թվերն եմ ասում։ Այսինքն ոչ թե ընդհանուր ծավալն է, այլ արգրաված ինչ տեսել է։ Ուրեմն այստեղ չհասկացա տոննաներով էր ինչով էր, բայց միավոր է ներկայացնեմ, որ պարզ լինի 2018 թվականին 135382, 2024 թվականին 426563։ Համեմատեք ժողովուրդ ջան, ոնց է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը այս մեր ջարդող փշրող Քաջնազարը։ Հա։ Ողնաշարը Քաջնազարը։ Այդ անձնավորությունը հասկանում եք, եւս մեկ անգամ հարգելի ժողովուրդ, փորձեք հունիսի 7-ի ընտրություններից առաջ մի հատ վերլուծել, ես չեմ ասում տնեք քաղաքագիտական վերլուծություն անեք Արեգնաս ջան, խնդիրը դա չի։ Ախր հիշեք, հա, ես հասկանում եմ, որ ինֆորմացիոն հոսքերի այս տարաշրջանում շատ դժվար է հիշել, թե երեք ինչ է տեղի ունեցել, բայց անկյունակարային բաներ կան, հատկապես եթե խոսքը վերաբերում է երկրի ղեկավարին, դու պարտավոր ես հիշել ու ըստ այդմ ընտրություն կատարել, որ այլապես դու ընկնում ես մի հատ փորձանքների այսպես ճանապարհի վրա, ինչպես մենք 18 թվականից ընկել ենք ու չենք կարողանում դուրս գալ։ Հազարավոր զոհեր, թե Հայաստանի ներսում, թե սահմանին, այսինքն պատերազմների արդյունքում, սահմանային միջադեպերի արդյունքում, հիմա ասում են սահմանին այլևս զոհ չկա, սահմանին զոհ չկա, պատերազմը տեղափոխել է քաղաքների փողոցներ ու բան, չգիտեմ, ճանապարհներին։ Հասկանում եք, այս իշխանությունը, որ ասում ենք մահաբեր իշխանություն է, հո օդից բռնած չենք ասում, այդ որ թվերը նշվում է թմրամիջոցների տարածման եւ այլնի, այդ հո մենք մեզանից չենք քննարկում ու յուրաքանչյուր Երևանի բնակիչ հավանաբար առնչված կլինի այն խնդրին, որ ինչ որ մարդիկ ինչ որ տեղ ինչ որ բան տեղադրում են, ինչ որ մարդիկ ինչ որ տեղից այդ բանը վերցնում են։ Մտնում են մարդկանց այդ շենքերի մուտքեր, այդ բաներն են ինչ որ պոկում, այդ արկղներ, որ մեջը տեղադրում են կամ ծառերի տակ, չգիտեմ, ինչ խոսակցություններ ասես, լսում ես։ Իմիջայլոս Դերենիկ, ես սա նաև ոստիկանությունը թող լսի եւ եթե ցանկանում է եւ նպատակ ունի իրոք պայքարել թմրամիջոցների շրջանառության դեմ, կարող է սա որպեսի գիտություն ընդունել, Ավան վարչական շրջանում եմ ես բնակվում ու երբ որ երեկոյան ուշ տուն եմ վերադառնում, Թամրուչի փողոցի հենց սկզբնամասում այնտեղ կիսակառույց առանձնատներ կան, շատ հետաքրքիր ձևով, այսպես քարեր են շարված ու հասկանալի է, որ բնականորեն այդ քարերը այդտեղ չեն կարող այդպես թափված լինել, հա, ասենց գեղեցիկ հատուկ շարված են հերթականությամբ 1, 2, 3, 4, մեկ էլ մի քանի ավելի փոքր քարեր դրանից հետո ու արդեն որ երեկոյան տուն են վերադառնում, մեկ էլ տեսնում եմ, որ ինչ որ երիտասարդներ 1-2 քուջուջ են անում, բան են փնտրում այդ քարերի մեջ, հա։ Քարերի տակ, Թամրուչի փողոցը կարող են գալ եւ այնտեղ մի հատ տեսախցիկ ընդամենը որ դնեն, արդեն այդ խնդիրը այդտեղ կկարգավորվի։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ես որ տեղյակ եմ, բնականաբար Ավանի բնակիչները, այդ փողոցով անցնող բնակիչները, բոլորն էլ տեսնում են եւ տեղյակ են, այդ ինչպես է որ իրենք տեղյակ չեն։ Այսինքն կամ վատ են աշխատում, որ տեղյակ չեն, կամ տեղյակ են, պարզապես չեն ուզում պայքարել դրա դեմ։ Ինձ թվում է երկրորդ տարբերակն է, որովհետև եթե այդ պարագայում տեղյակ չեն, ուրեմն մարդիկ իրենց տեղում չեն։ Բնականաբար, այո։ Այսինքն որ տարբերակը եթե ընտրես, մեկը իրենց համար լավ չի։ Իրենց համար լավ չի։ Այս որ այս համակարգը բան է եղել, արդեն սկսում է ինք իրեն խժռել, մի հատ անեկդոտ էլի այդ առումով, ուրեմն կոռուպցիայի, որ ասում են կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ինչ որ նոր մարդիկ բան ընդգրկել եւ այլն, համակարգային կոռուպցիայի, չգիտեմ, առաջամարտիկ են ներկայացնում, բայց իրականում մենք տեսնում ենք, հա, մի օր երևի էլի կոռուպցիային անդրադառնանք, որովհետեւ
Շատ ծավալուն թեմա է ու շատ բան կա ասել։ Հա, ահագին էլի հատորներով ասելու բան կա։ հավաքվել։ Ուրեմն մեկը գալիս է հակակոռուպցիոն կոմիտեն դատախազի բանա ընդունելություն է կազմակերպում։ Մի երիտասարդ գալիս ասում է, երկրում ինչա կատարվում, թալանում են, մեկ անձի գնում, ով չգիտեմ, տենդերներ են շահում, կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, այս ինչա կատարվում, այս դատավորը սենց ուրախացած ասում է, հարգելի երիտասարդ, այսինքն դուք ուզում եք պայքարել այս ամեն ինչի դեմ, ասում, ինչու պայքարել, հոպար ջան, ուզում եմ մասնակցեմ այդ ամեն ինչին։ Հիմա սրանցն է հասկանում ես, իրենք որ եկան իշխանության այդ տարատեսակ վատ բաները քննադատելով, կոռուպցիա, չգիտեմ ինչ, փայ մտնել եւ այլն, իրենք եկան ոչ թե դրա դեմ պայքարելու, այլ դրանից փայ մտնելու։ Այո։ Այս ժողովուրդը ամեն ինչը պետքա ֆիքսի։ Իմիջայլոց դերենի 2018 թվականից սկսած ներքին գործերի նախարարության բյուջեն աճել է 3.3 անգամ հասնելով ավելի քան 210 միլիարդ դրամի։ Ու այս աղմկահարույց վերջին դեպքերը, որ տեղի ունեցան, որոշեցին խավության նոխազներ գտնել, մտածեցին ինչ անեն, ինչ չանեն, ու լավ ասեցին բան, հա, ժերտվատանք, այսպես ասած։ Ու Արփինե Սարգսյանի հրամանով ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը, Կարեն Հակոբյանը ու Արթուր Խուդինյանը ազատվեցին պաշտոններից։ Ու այս այն մարդիկ էին, ովքեր այսպես ջանասիրաբար բոլոր ակցիաների ժամանակ պահում էին Նիկոլի իշխանությունը կամ եթե ավելի կոնկրետ ասենք Նիկոլի համապատասխան մասերը, ու քանի որ այդպես ինչ էնտուզիազմով են դրանցից մեկը, այո, Արեգնաշ դրանցից մեկը ինչ որ մականուն ունեցող, հա։ Բոլորն էլ ունեն։ Չէ, այն մեկը սենց հա մականուն էլի բոլորը գիտեն, սենց էնտուզիազմով էր միտինգ ծրում Գյումրիում, սենց հարցակում էր սրա վրա։ Մենք այն առաջի մեր հաղորդման ժամանակ զգուշացրինք, չէ, որ Նիկոլի այդ համագործակցողները լավ տեղ չեն գնում, էլի։ Հիմա ոստիկանները թող տեսնեն ու հասկանան, էլի, թե ծառայելը իրականում իրենք ըստ էության մեղավորության շատ փոքր մասնաբաժին ունեն։ Այս համակարգի թիվ 1 մեղավորը դա Նիկոլ Փաշինյանն է։ Բնականաբար, բայց իրենց մեղքն էլ շատ մեծ է, որովհետև իրենք շատ վատ ծառայություն են իրականացնում ու որպեսզի սրանց շատ չնեղացնեն, որովհետև ամեն դեպքում այն մյուսներն էլ չէ պիտի տեսնեն, որ չէ, Նիկոլին ինչ որ մի ձևով պիտի իշխանությունը պահեն ու լավ ավարտ հնարավորինս ունենան, որոշեցին այսպիսի մի աշխատանք, հա, տալ, նշանակեցին ներքին գործերի նախարարի խորհրդականներ, ու հիմա փաստորեն սրանք իրենց այդ մեծ փորձով մաստեր կլաս պիտի ցույց տան, այսինքն ոչ թե իրենց ձեռքով արդեն պիտի Նիկոլի ապօրինի հրահանգները իրականացնեն, այլ այն մյուսներին բացատրեն, ցույց տան, պատմեն, սեփական փորձով կիսվեն, թե ինչպես պետք է այդ ապօրինի հրահանգները կատարել եւ պահել Նիկոլի համապատասխան մասերը։ Հա, բայց խորհրդական օգնական նշանակելը արդեն դեպի ինտիմություն շարժվելու առաջին քայլերից մեկն է, ես ասեմ։ Մեկը կար չէ, որ նշանակել էր ոստիկանապետ։ Դե հա, բայց իշխանապողությունից հետո հա, սրանք հաստատ էլի դառնալու են սրբեր եւ հրեշտակներ, բայց չի օգնելու, էդ էլ ասենք, չի օգնելու։ Այդպես մի ասա, Արեգնաշ ջան, ես խորհուրդ չեմ տալիս, որովհետեւ իշխանությունից հեռացվելուց հետո կարող է պարզվի, որ ամենամեծ Նիկոլականը ես ու դու ենք։ Այդ մարդիկ ընես վերադասավորվեն, մեծ ներկայացնեն, որ ասես շշմես, այ մարդ ասես, այս գանձերը ոնց էին հայտնվել ու ծառայում Նիկոլ Փաշինյանին։ Դերենիկ, հիշենք նաև, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կարգախոսներով էր գալիս իշխանության 2018 թվականին, սիրո եւ հանդուրժողականության կոչերով, ասում էր սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ, խոստանում էր, որ վենդետաներին վերջ պիտի դնի, բայց իրականում ճիշտ հակառակը տեղի ունեցավ եւ ինչպես միշտ այո խափեց եւ միայն բերեց մահեր, պատերազմ, թշնամանք, ատելություն, զոհեր, այո, փողոցներում արդեն համատարած վենդետաներ են, Հայաստանը վերածվել է վենդետաների եւ սպանությունների մահերի երկրի, բաց երկնքի տակ ու այո, Նիկոլը ոչ թե խաղաղության աղավնի է, այլ մահաբեր ագրավ է, որի իշխանությունից օր առաջ պիտի ազատվել։ Ու մենք ընդամենը վերջին մի քանի դեպքերը հիշատակեցինք, վերջին մի քանի օրերի, բայց ես ուզում եմ նաեւ շատ արագ նաեւ վերհիշենք
2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանի բերած մահերի մասին։ Արեգնաշյան միջև կսկսես նշենք, որ հյուր ունենք դրանից հետո։ Անպայման թեմա շարունակելու ենք, այո, այս թեման մենք շարունակելու ենք մեր հյուրի հետ։ 2018-ից հետո թերևս այն ամենաառաջին դեպքը, որ նաև շատերի կողմից ցավոք սրտի մոռացության մատնվեց, Նուբարաշենի բանտում մահացավ 44 օր հացադուլ հայտարարած լրագրող Մհեր Եղիազարյանը։ Առաջին զոհը, այո, կարելի ասել, համենայն դեպս այդպես մեզ հայտնի, ունե մեզ հայտնի։ Քաղաքասարակության այդ ներկայացուցիչները, որոնք Նիկոլի ոտքերը պատճելով ման էին գալիս, ձայն չհանեց։ Չէ, այն ժամանակ ընդհանրապես ոչ մի ծպտուն, ոչ մեկ չէր հանում, այնց բացառիկ մարդիկ էին, ասենք, մեր նման, մենք էլ որ ինչ որ մի բան ասում էինք, 4 կողմից այսպես շակալների նման հարձակվում էին, բայց դե մենք մեր կարծիքը չենք փոխել, ոնց այն ժամանակ ասել ենք, մինչև հիմա էլ ասելու ենք ու չենք դադարելու ասել։ 2020 թվականին մահացավ մի շարք լուրջ հիվանդություններով բանտում երկար ժամանակ պահվող Մանվել Գրիգորյանը ու ընդամենը կարելի ասել արդեն այն որ վերջին կետին էր հասել մահվանից մի քանի օր առաջ նրան կալանքից ազատ արձակեցին, որ գոնե կալանավայրում չմահանա։ Հետո եկավ կորոնավիրուսը 2020 թվականին, այդ կորոնավիրուսից զոհերի թիվը ամենամեղմ հաշվարկներով կազմում է շուրջ 10,000 մարդ։ Ու այս զոհերի թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի իշխանության այդ ինչպես ոչ պրոֆեսիոնալ է, եթե մեղմ ասեմ, քայլերը պայքարը կորոնավիրուսի դեմ, որովհետև հիշում եք շոուներ էր անում, գնում էր ինքը բուկլետներ էր բաժանում, չգիտեմ ինչ կապիտուլյացիաներ էր անում, հա, պինցետով արաղով ինչ որ պայքարում էր, ասում էր սա գրիպ է, սովորական գրիպ է, ոչ մի խնդիր չկա եւ այլն եւ այլն։ Ասում իրենից, երբ որ ինքը ղեկավարում էր, մենեջերը նշանակել էր Տիգրան Ավինյանին, ասենք ինչ առողջապահության նախարարն էլ այն մահաբեր նախարարն էր, հա։ Բանը հիմա խոսքի երեակից ինչ էր սպասում, որ իրանք ինչ անեն։ Դե բնականաբար, չէ, բնականաբար իրենք ոչ մի կանխարգելիչ միջոցառումներ չիրականացրեցին եւ նորմալ չպայքարեցին։ Հետո շատ ցավալի դեպք 2022 թվականին Երևանի Լեո Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց Նիկոլ Փաշինյանի շարասյունը 28-ամյա Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում ու Նիկոլ Փաշինյանը չկանգնեցրեց իր շարասյունը, օգնություն չցուցաբերեց Սոնային, այսպես կողքով անտարբեր անցան, հետո էլ շատ կասկածելի հանգամանքներում այդ ռադիոկապի ձայնագրությունները անհետացան ու մեծ հաշվով դատական գործընթացը կարելի ասել մտել է փակուղի, որովհետև բնականաբար դե հասկանալի է իրական մեղավորը Նիկոլ իշխանության օրոք, հա, չեմ զարմանա, որ ասել ինքն ասել, քշեք մի կանգնեք։ Շատ հնարավոր է։ Դիմադրության կարծեմ շարժումներ չէ ժամանակ։ Հա, այդ լարված օրերին է։ Այդ լարված օրերին են հիմա ասելու է բանին վրա, չգիտեմ ինչ կարող է, վախեր ունի, չէ՞ դե մարդը վախենում է։ 2022 թվական հենց դատարանի դահլիճում ցավալիորեն բոլորս հիշում ենք այդ պատկերը, մահացավ քաղաքական հետապնդման ենթարկվող կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, շատ ցավալի տեսարաններ։ Ազատի կացարանի դեպքը դրանից հետո հաջորդեց 2023 թվականին Գեղարքունիքի մարզում, այո, երբ Զորամասի կացարանում կասկածելի հանգամանքներով հրդեհ բռնկվեց, որի զոհ դարձավ 15 զինծառայող ու այս դատական գործն էլ փակուղի են մտել ու ինչ որ հանգամանքները միջև վերջ չեն պարզվել։ Բայց Նիկոլը գիտեր, ասենք, ոնց Նիկոլը հենց սկզբից արդեն, հա, բենզինով բռնեց, ով մորթեց, այո, հենց սկզբից ինքը արդեն սցենար գծեց, ասեց մի խոսքով իրավապահներին է սցենարով է գնալու։ Այսինքն սա հուշում է այն բանի մասին, որ իրենք շատ գրգռվածություն ունեին այդ ուղղությամբ տանելու բանը այդ հետաքննությունը, որովհետև նաև կասկածներ կային, որ իրականում այնտեղ ադրբեջանական դիվերսիա էր տեղի ունեցել, հա, իրենք այդ դե ադրբեջանցիների մի ձև պիտի պաշտպանեն, չէ՞, միանգամից ուղղությունը տվեցին, թե որ ուղղությամբ պետք է գնալ, եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցագործությունը եւ նրա իշխանության ամենամեծ զոհերը եղան Արցախը եւ արցախցիները, որ նրա վարած քաղաքականության արդյունքում բանակցային գործընթացը տապալվեց, Հայաստանը ստացավ պատերազմ, ունեցանք մի քանի հազար
զոհ, տասնյակ հազարավոր հաշմանդամներ, հարյուրավոր անհետ կորածներ, գերեվարված անձինք, շուրջ 120,000 արցախցի ենթարկվեց էթնիկ զտման եւ դարձան փախստականներ։ Դրանից հետո արդեն գալիս ենք շատ ավելի, այսպես ասած, մեր օրեր, Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը, Փարաքար համայնքի դիմադիր համայնքապետի ու քաղաքական սպանություն։ Քաղաքական նաև մի բան հաստատ կարող ենք ասել, որ սա նիկոլական իշխանության անտարբերության հետևանք էր եւ կամ այսպես ասենք անգործության եւ լուր հայացքի ներքո տեղի ունեցավ այդ հանցագործությունը, որովհետեւ լարված իրավիճակի միջանձնային եւ այլն բոլորին էր հայտնի ու հաստատ եթե իրենք ուզենային հնարավոր էր կանխել այս դեպքը։ Չմոռանանք նաև, որ այս քաղաքական հետապնդումների շարքից այրվեց Երևանի Ավագանու Մայր Հայաստան խմբակցության ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան ու մինչ օրս այդպես էլ պատվիրատուները ոչ հայտնաբերվել են, ոչ էլ պատժվել են, թե բոլորն էլ գիտեն, հա, ինչին էր, այո, նախորդել այդ դեպքերը եւ բոլորն էլ հասկանում են, թե պատվիրատուն որտեղ էր։ Դե նաև ապօրինի հետապնդման են ենթարկվում Նիկոլ Փաշինյանի բոլոր ընդդիմադիրները, հարձակում է իրականացվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, բանը հասել է նրան, որ արդեն ազգային ժողովի փոխոսնակի աթոռին նստեցված Ռուբեն Ռուբինյանը գնում է Սաղմոսավանքի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինին այսպես հաթաթայ է տալիս, մատ է թափ տալիս, թե վայ ամոթ քեզ դու այդ ինչպես ես համարցակվել ես, ինչեր ես ասել, իսկ Տեր Օշինը ընդհանրապես ինչ էր ասել, հա, պսակադրվող զույգին ասել էր հուսով եմ, որ ձեր քավորը նորմալ կարգին թասիբով տղա է ու կպահկան։ Բայց մի բան ասեմ, իրական հասարակության ես էլ եմ նկատել օրինակ այդ տիպի խոսակցություններ, ասենք ամուսնանալու բանի հետ կապված մի շարք հարցերից աշխատանք ունի, չգիտեմ, եւ այլն, քանի տարեկան այդ հարցերից հետո ասում են հոգեբանական չի։ Հասկանում ես, ես անձամբ լսել եմ մի քանի անգամ դες խոսակցություններ։ Ես նույնիսկ դեպքեր գիտեմ։ Եվ հանգստանում եմ, որ քեփական չի ախպեր, հա, ուրեմն ինչ որ աբակա կա է։ Դեպքեր գիտեմ, որ օրինակ զանգարում են ինչ որ բան պատվիրելու, ասեն կահույք եւ այլն, հա, պատրաստում, որ կահույք են պատրաստում կամ այդպես ինչ որ ծառայություններ, առաջին հարցը դա են տալիս։ Ասում են մի բան ճշտեմ, էլի հո Նիկոլական չես։ Որ ասում է չէ, նոր արդեն շարունակում են խոսակցությունը։ Իրականում իրենք մարգինալ են, իրենք էլ են հասկանում որ մարգինալ են, դրա համար ֆեյքերի մասին ենք խոսում, չէ, ֆեյքերին հանձնարարել են, որ մտնեն գրեն Նիկոլ Վարչապետ, հունիսի 7-ին Նիկոլն անդրվելու, այսինքն իրենք նման բանով ֆեյքերով փորձում են մասսայականության տպավորություն ստեղծել, որ իրենք մարգինալ չեն, իրենք շատ են, բայց իրենք արդեն ողորմելի փոքրամասնության մեջ են, իրենք դա լավ հասկանում են, վերադառնանք խոսքի սկզբին, թոշակներ են բարձրացնում, չգիտեմ, այլ ծառայություններ են մատուցում եւ այլն։ Այսպիսի մի թեզել են շրջանառում իբր նախկինները այսպես խոճապի են մատնվել, որովհետև լափամանից են կտրվել, մենք 2018 թվականին եկանք այդ լափամանը վերացրեցինք, բան, այդ քո սիրելի ճակերտավոր իհարկե էլի Գևորգ Պապոյանների միջխելս 18 թվականին այդ չկայացած Հիտլերիկը շատ էր խոսում լափամանից, իրեն այսպես պատառոտում էր, մեջտեղից ճղում էր, բան, որ հարայ հասեք, բան, լափամանից զրկվել են, եւ իր սիրելի թեման էր լափամանը, եւ հիշում ես, մենք արդեն ոնց որ այսպես բարի ավանդույթ է դարձել, որ 7 օրի շատ տարիներ առաջ տեսաֆիլմերն ենք դիտում միասին եւ վերհիշում, հիմա այդ լափամանի եւ Գևորգ Պապոյանի մասին աղջիկ վախտերներ, հա, բայց այդ բանը էքսպրեսիան մեկա չի բան արել, էլի էլ ավելի դիմավորենք հյուրին։ Դիմավորենք հյուրին, շարունակենք նաեւ կրիմինալի եւ հանցագործությունների աճի մասին թեմայի զրույցը։ Նիկոլենց համար իշխանությունը նույնացվում է լափամանի հետ։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել էր լափամանի մասին։ Համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից զրկված լափամանից զրկվածների պրոպագանդա, լափամանից զրկվածների։ Իրենք անընդհատ զուգահեռներ են տանում իշխանության եւ լափամանի հետ, հայտարարելով, որ լափամանում այլևս լափ չկա։ Նախ այդ լափամանը չկա, նրա մեջին լափը չկա։ Եվ իրենց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են։
Այսինքն ստացվում է, որ իրենք ամեն ինչ կերել վերջացրել են։ Միգուցե այլ բան են ուզում ասել, բայց այդպես է ստացվում։ Հենց թավշիկուսներն իրենց հասցեին քննադատություն են լսում, անմիջապես հայտարարում են, որ մյուսներն ուզում են իշխանությունն իրենցից խլել, որպիսի մոտենան լափամանին։ Ուզում են ընդհանրապես բոլոր հնարավոր միջոցները օգտագործեն այդ լափամանին նորից մոտ գան։ Մոտ չեն գալու լափամանին։ Լափամանի թեման սրանց մոտ ըստ Ֆրեյդի է բերաններին գալիս։ Թե ինչու են սրանք այդքան շատ խոսում լափամանից հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ սեր ունի սննդի նկատմամբ։ Մուրաբա է։ Ահա, Գազարի մուրաբա։ Իմբիրով։ Առաջ անգամ։ Ռեժան։ Քանը դրացին։ Չամիչա բուլկի է դա։ Այս բուլկի ծուղ։ Այս այս ուտենք հատիկ դեսերտ։ Ասան կավարի ցապնավարը։ Տոխտակոշի ոնց են անդես։ Աստվածի։ Չարխափանվեց։ Հիմա այդ ամեն ինչ որ պատմում եք, դա կա տեսություն։ Իհարկե։ Կարող ենք մենք էլ ուտել այդ ամենը։ Սոված է։ Հա, ինչ։ Եկել են իշխանության, որ ուտեն ժողովրդական խոսքը սրանց դեպքում ուղիղ իմաստով է կյանքի կոչվում։ Պատճառն այն է, որ իշխանության է եկել մեծ մասամբ աչքն ու փորը սոված զանգված։ Հրաշալի է։ Բայց արի ասենք, վայ լավը չիմ որ։ Ու ինչքան էլ գրպաններում հաղթահարեն աղքատությունը, միևնույն է գլուխներում այն չի հաղթահարվելու։ Աղքատությունը մեր գլուխներում է։ Եկել են եւ ուտում են բառից բուն եւ փոխաբերական իմաստով։ Ինչքան եւ ովքեր են կերել հետագայում ցույց կտա քաղաքական հերձումը, առայժմ միայն բյուջետային մսխումներն ու վատնումներն են երևում, մեկ էլ կուսակցական ու անհատական շռայլ ծախսերը։ Իդեպ լափաման բառն իրենց ընդդիմախոսների դեմ հաճախ օգտագործում են նրանք, ովքեր ամբողջ կյանքում կաշի եւ գույն են փոխել իրենց պատկերացրած լափամանի մոտ հայտնվելու փափագով։ Դրանցից մեկը 2018-ի մայիսից հետո թունդ հեղափոխական դարձած Գևորգ Պապոյանն է։ Այս երկրում մի մարդ կար, որը համոզեց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ ինքը ամենակենտրոնական սուբյեկտն է, որ ինքն է որոշողը, որ ինքն է այս երկրի ամենակարևոր սուբյեկտը, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավատաց դրան ու գնաց ու փոխեց իշխանությունը։ Այդ մարդկանց միավորում է իշխանության գալու, ռևանշի հասնելու, իրենց պատկերացրած իմացած լափամանին մոտենալու ցանկությունը։ Սա այն դեպքն է, երբ հասկանում ես, որ ամեն մարդ խոսում է իր դասյարակության, կրթվածության ու նաև ստամոքսային հակումների հանգույն։ Հարգելի հայրենակիցներ, մենք մեր զրույցը կշարունակենք սոցիոլոգ Արթուր Պարոնյանի հետ։ Ողջույն, շնորհակալություն, առաջին անգամ եք մեր տաղավարում։ Այսօր մենք խոսելու ենք հանցագործությունների աճի, կրիմինալի Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Բարև ձեզ, պարոն Պարոնյան, նոր թվերը երևի լսեցիք հանցագործությունների, սպանությունների թվի հետ կապված եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվի, ես չգիտեմ քանի ապատիկ է աճել, հա, ասենք 1000 ապատիկ է, 2000 Տերենիկը չէր հավատում այդ թվերին։ Ես այդ թվերին չեմ հավատում։ Դուք հավատում եք, որ այդ տիպի աճ գրանցված կլինի հանցագործությունների։ Հավատը թողնենք եկեղեցու, հավատում եք թե չենք հավատում, մեր գործը վերլուծելն է։ Հիմա երկու համեմատություն կար այնտեղ, մեկը 18 թվականի հետ, մեկը նախորդ տարվա հետ։ 18 թվականի հետ կտրուկ աճ է, հա, 24 թվականը իրանց ինչ-որ հույսեր է տալիս։ Երկուսն էլ շատ կարևոր են։ Ուրեմն 18 թվականի հետ եթե համեմատենք, սա մի քիչ շատ երկար խոսակցություն է, բայց մինչև 18 թվականը մենք ունեցել ենք մի համակարգ, որտեղ որ կար ավանդական կրիմինալը, հա, անգլերեն դա կոչվում է career criminal, այստեղ կոչվում է գողեր եւ այլն եւ այլն։ Իսկ կային այդ ստվերային համակարգերը, որոնք որ լավ թե վատ, բայց կառավարում էին, այսինքն վերահսկելի էր քրեացին վիճակը, կոնֆլիկտները ներքին, այդ եմ ասում, էլ ռազմորկաներ բան, այդ մակարդակի չէր։ Ռազմորկանները իրանք շատ կարևոր մաս են, ռազմորկանները այդ ավանդույթում իրանք մեղմացնում են կոնֆլիկտը։ Ես մի քիչ շեղվեմ
ասեմ, որ տեսեք, մենք ունենք երկու խոշոր քաղաք, Գյումրի ու Վանաձոր, հա։ Գյումրին դա ավանդական քաղաք, հա, ավանդույթներ ունեցող, այնտեղ գյումրեցի բազմաթիվ, այսպես կոչված, օրենքի գողեր կան։ Վանաձորում օրենքի գող չկա։ Վանաձորում ճիշտը նա է, ով շուտ կրակի։ Հարցերը լուծում են զենքի Դա միջոցով։ գանգստերական քաղաք է։ Հիմա եթե շատ կարճ ասենք, հա։ Իսկն այդ ռազմորկը ասածը ինքը միշտ ավանդական Գյումրիում այդ ամեն ինչը շատ է։ Ինքը դա բանն է, պատուշկը բիզա։ Այդ խոսելը հասկանալը։ Բայց չէ, նաև արյունոտ երբ в общем, դա հասկանալի է։ Հիմա 18 թվին դա փլվել է։ Դա լավ է թե վատ է, իհարկե պիտի փլվի, դրա համար որ կա պաշտոնական ֆորմալ իշխանություն ու դա պետք է այդ հարցերը լուծի, բայց այդ իշխանությունը չի լուծել մի քանի հասարակական, ինչպես նաև իրավաբանական ինստիտուցիոնալ հարցեր։ Այ ինչու հարցը հենց այստեղ այդ ինչուն է։ Այսինքն որ Մեքսիկայի օրը չընկնենք խոսքի։ Հիմա Արեկնազ եկեք փաստենք sense մի բան, քանի որ մեր ինֆորմացիան շատ քիչ է, մենք ունենք միկրո բազմաթիվ տվյալներ, իրանք ունեն, то есть մենք գիտենք 16 տարեկան տղա է, պատճառը եղել է սա եւ այլն, բայց թե ում հետ են իրանք շփվել, ոնց են ապրել, ինչ արժեքներով, այսինքն մենք հասարակագիտական որևէ ինֆորմացիա նրա համար որ ընդհանրացնենք չունենք, իրանք էլ չեն անում դա, մեզ էլ չեն տալիս հնարավորություն, հետեւաբար խորը վերլուծության համար մենք ուղղակի հնարավորություն չունենք, քանի որ այդ հնարավորությունը չկա, ես ուղղակի փաստ բերեմ, որպես ֆիքսենք, որ եղել է համակարգ, որը փլուզվել է, որը որ լավը չէր ու պիտի փլուզվեր, ու դա ճիշտ է, բայց միևնույն ժամանակ մենք չունենք հակակշռող համակարգ։ Որը որ սենց ասեմ, դա եթե ես կարամ ֆիքսեմ, որ դա տգիտության արդյունք է, քանի որ դա զուտ իրավաբանական խնդիր չի, իրավապահ մարմինների խնդիր չի, դա հասարակության հետ աշխատանքի նաև խնդիր է, իսկ այդ բազմաթիվ միկրոկոնֆլիկտները, որ հիմա Դերենիկ ասում է, որ պետքա բան անեն, անանիմ կեք գրեն, չէ՞։ Ասենք անանիմ գրելով չի, որ դու միկրոկոնֆլիկտները վերացնում ես։ Ես չեմ ասում, այդ Դանիելն է ասում։ Հասկացա, հա։ Դե որ ինֆորմացիա, հա։ Այսինքն այդ շատ բազմաշերտ աշխատանքը, որը չի կատարվում։ Օրինակ Գերմանիայում ընդունված է։ Ну, в общем, Շվեյցարիայում եւս։ Հա, կա, в общем, սենց ասենք, եկեք ֆիքսենք մի փաստ, որ այդ համակարգը փլվել է, այն չի սա։ Բայց չմոռանանք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հենարանը իրավապահ ոստիկաններն են, հա, այսպես ասեմ, դրա համար էլ իր համար ավելի կարևոր են ոստիկանները, պարեկները, քան օրինակ ուսուցիչները ու դրա համար է, որ նրանց այդպես պարգևավճարներ են բաժանում, որովհետև իր իշխանությունը պահողները նրանք են։ Այդնաս ես ամեն դեպքում ես մտածում եմ, որ եթե իրանք իմանային ինչ պետք է անեն, իրանք ինչ-որ բան կանեին։ Իստում է իրանք ուղղակի տգետ բութ են ու դրա համար ուղղակի չեն հասկանում հարցի խորը։ Այսինքն այդքան պրիմիտիվ բառեր։ Ինձ տենց է թվում, ես չեմ կարող ասեմ, չեմ չափել։ Չէ, այսինքն ակնհայտ չի, որ ասենք փողոցներում իրար մորթում են, ինչ-որ բան պետք է անել։ Ասենք երբ որ ոստիկանապետ ես կամ տեղակալ ես փոխում ես կոմենքում, խնդիրը չի լուծում, հասկանալի է դա։ Ակնհայտ է, որ ինչ-որ պետք է անես, ինչ-որ բան պետք է անես, բայց ինչ-որ բան անելը իրանց մոտ վերջանում է, սկսում է վերջանում է ներքին գործերի նախարարությունով։ Իրանք ինձ թվում է ուղղակի լավ չեն պատկերացնում, որ նրա համար որ հանցագործությունները կչանան, ասենք միայն ներքին գործերի նախարարությունը չի որ պետք է աշխատի, բայց հիմա եկեք որ շատ բան չանենք, եկեք 18 թվի հետ parza չէ, ասենք համակարգը եղել է, փլվել է, հասկանալի է։ Նոր դա։ Հիմա եկեք վերադառնանք 24 թվին։ 24 թիվ, 25 թիվ։ Հիմա ինչ վերաբերում է ներքին գործերի նախարարությանը, ուրեմն նրա համար որ կրճատվի բանը հանցագործությունը։ Սա ասենք ոչ միայն գիտական, դա արդեն ընդհանուր գիտելիք է, եթե հանցագործությունը չի բացահայտվում, անպատի ժամանում, հանցագործությունների թիվը շատանում են։ Հետևաբար դա 19-րդ դարից, 18-րդ դարից պարզ ճշմարտություն է, առաջի կուրսում էր անցնում, բոլորը գիտեն, եթե հանցագործությունը չբացահայտվեց, հանցագործությունների թիվը կշատանա։ Այս հիմքը վերցնելով, եկեք փորձենք հասկանալ, եթե իրանք ասում են նվազել է, ապա որն է պատճառը, որ մենք ունենք մոտակա մի ամսվա մեջ sense խտացված ունենք բազմաթիվ դե սպանություններով զուգորդված դեպքեր։ Ոնց է սա զուգատիպություն է, ինչ որ հանգարցակի ստացվեց, ինչի՞ց է ստացվել։ Կա մի վարկած, որ ես կուզենայի ներկայացնել, ուրեմն տեսեք նախ
մենք ունենք մի քանի անպատիժ հանցագործություններ։ Օրինակ Փարաքյարում հայտնի մարդուն սպանում են, չէ՞։ Հետո հնարավոր պատվիրատուն, որը որ ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ սա հնարավոր պատվիրատուն է, մի օրով բաց են թողնում, առավոտը ինքը Մոլդովայում է։ Հիմա տեսեք, կա նաև երկրորդ այս որպես օրինակ, հա, այդ օրինակները Երևակայի ավելի շատ են, ու Երևակայի ոչ միայն Մարզպետը, այդ Միրդատը ինչ էր Վայոց ձորի է։ Մարդ էին զինվորական էին ծեծել։ Հա, ու մնացել էին Թեև ինքը ասում էր ես տեղում չեմ եղել, բայց վկայություններ կային, որ ինքամն դեպս մեքենայի մեջ նստած էր, բայց ասենք այդտեղ էին եղել, ցուցմունք էին տալիս, բայց էլի նույն ձևով անպատիժ մնացին, որովհետև մեկը այդտեղ Հիմա վարկածը ավելի լայն եթե վերցնենք, վարկածը կայանում է նրանում, որ ինքը ունի որոշակի քաղաքական շարժառիթներ, այն պարագայում, երբ որ քաղաքական իշխանությունը այլևս գաղափարախոսապես, գաղափարական առումով բանկրոտ է, իրան պետք է մարդիկ, որոնք որ կարող են վախով եւ ուժով մոբիլիզացնել ինչ-որ մարդկանց։ Սա սոցիալական պատվեր է։ Ցանկացած հարցի համար, ի պաշտպան ինչ-որ հարցի, ասենք պետքա որ եկեղեցում լինի 1000 հոգի, հա, այդ 1000 հոգուն գաղափարապես չես կարող բերել, պիտի վախով բերես։ Ընտրությունների պիտի վախով բերես։ Ուրեմն նախկին խորհրդային միությունում այդ մարդկանց տիպը կոչվում էր ծիտուշկա։ Հա, սա այսինքն այո, շատ օգտագործվեց այդ։ Այո, չէ, ինչա կոյ, խավա, ինչա։ Դա առանց որևէ գաղափարի խմբավորումներ էին, որոնք որ ունեին ուժ, շատ ունեին զրո ուղեղ, կատարում էին հրամաններ, ու իրանց գործերն էր, որ իրանք ծեծեին վախացնեին։ Հիմա սոցիալական պատվերը շատ պարզ է։ Գետնի վրա պետք է մարդիկ, որոնք որ կարան այդ գործը անեն։ Հիմա այն մարդը, որը որ երիտասարդը, որը որ դա զգում է այդ պատվերը հասկացել է, ինքը այդ ռիսկը ուզում է վերցնի ու դառնա այն մարդը, հա, այն առաջնորդը, այն ասողը, որը որ հետագայում կկարողանա դա կոնվերտացնել ինչ-որ նյութական շահի։ Այսինքն լեզու գտնել իշխանությունների հետ կոպիտ ասած, հա, ենթադրաբար դառնա, հա, չէ, ինքը դառնա, հետո ծառայի, հա, դառնա ու ծառայի հետ է։ Մի րոպե, սենց հաստատվում, համակարգը քանդել է 18 թվականին, այդ եղածը, հա, նորը չի կարողացել սարքել, դուրս է եկել վերահսկողությունից այդ ամեն ինչը։ Հիմա, քանի որ ընտրությունների դեմ այլ խնդիրներ կան, ըստ էության ստեղծվել է կրիմինալ մրցակցություն տարբեր խմբավորումների, տարբեր անձնավորությունների միջև, որոնցից մի քանիսը կա հաղթեն ու կստեղծեն այն նույն համակարգը, ըստ էության, ինչ եղել էր 18 թվականին։ Ուղղակի ուրիշ դեպքերը։ Նախ եկեք 18 թվականը դնենք կողքի, իրանք բլեցին բաներան, հասկանալի է։ Հիմա մի վարքյան ասեմ, տես իրենք ասում են, որ քչացել է, չէ՞։ Բայց մենք ունենք բազմաթիվ աղմկալի երևույթներ։ Նրա համար որ ես ստատուս ստանամ, դա պիտի աղմուկ լինի։ Ահա։ Իսկ կարող է ընդհանուր հանցագործությունները պակասի, բայց աղմկալի, ասենք, այդ 20 հոգով ծեծելը բանը ինքը պիտի շատ լինի, ինչի։ Նրա համար որ ֆիքսեն հանրության մեջ այն մարդիկ, որոնք որ պետքա ֆիքսեն, որ ես տղա եմ։ Հասկանա, այսինքն հեղինակության խնդիր ասում։ Ահա, նրա համար որ ես այդ հեղինակությունը ստանամ ու մտնեմ խաղի մեջ, դա պիտի լինի ցուցադրական ինչ-որ առումով։ Ու մենք ունենք բան, ոնց է այդ կոչվում, էպոխը предварительного накопления, հա, այն նրանք չկան արդեն, այն հեղինակությունները ջարդված են, նոր հեղինակություններ են պետք, այս անգամ մենք համեմատեցինք Գյումրին ու Վանաձորը, լինելու են գանգստերներ, իսկ սրանք գանգստերներ են, որոնք որ չեն խոսում, իրանք հարձակվում են, խփում են, իրանք ծիտուշկեք են, ծիտուշկեքի ինչ-որ սերունդ է, այս սերունդը ուզում է ցույց տա, որ իրանք են ծիտուշկեքը, որ իրանց հետ հաշվի նստեն։ Հասկանալի։ Հետևաբար 24 թվի հետ ինքը կարա համեմատի, կարա շատ համեմատի, ու Երևակայի դա հնարավոր է որ շահավետ լինի իրենց համար, բայց դա չի նշանակում, որ ընտրություններից առաջ, եթե մենք տեսնում ենք բազմաթիվ աղմկալից դեպքեր, դա ուղղակի զուգադիպություն է։ Իմ աշխատանքային վարկածը նա է, որ կա այդ սոցիալական պատվերը,
մարդիկ հողի վրա, գետնի վրա դա տեսել են, համապատասխան մարդիկ դա զգացել են, ամեն մեկը իր ձևով փորձում է այդ պատվերի մեջ տեղավորվելով կարիերա անի։ Շնորհակալություն։ Ցավալի իրավիճակ է, այո, Հետաքրքիր շնորհակալություն։ վարկածել, օրինակ այդ ուղղությամբ ես չէի մտածել, փորձենք ավելի փորձել հասկանալ։ Շնորհակալություն, պարոն Պարոնյան։ Արեգնաս այս տխուր նոտայի վրա, հա, փորձենք ավարտել մեր հաղորդումը։ Փորձենք, այո, բայց նաև մեր հեռուստադիտողներին ասենք, որ մեր ոդքասթները գնալով էլ ավելի են հետաքրքրանալու, արի դա գոնե իրենց խոստանանք եւ առաջարկենք, որպիսի բաժանորդագրվեն մեր YouTube-յան ալիքին, Facebook-յան էջերին, Լայքեն, Արեգնասին սրտիկեք, Դերենիկին հավանեք, YouTube-ով, հա։ Բայց նաև այդ սրտիկները բան Facebook-ում, էլ որտեղ TikTok-ում էլ կանք, չէ՞։ Այո։ TikTok-ում մի խոսքով բոլոր հնարավոր այդ վիդեո ռեսուրսներում կանք, եթե կիսում եք մեր գաղափարները, մեր մոտեցումները, կիսվեք անպայման, գրեք ձեր կարծիքը, մեզ հետաքրքիր է նաև ինչու ոչ, բայց ոչ ֆեյքերին եղված այս կոչը կամ ֆեյք քշողներին, թող իրենք էլ գրեն, ես իրենց սիրում եմ, հետո թող մենք գրեն։ հարաբերություններ կպարզենք, կնստենք, կխոսենք, կհասկանանք։ Իմիջիայլոց մենք նաև կանադառնանք հանրային հանրության մեջ գեներացվող ատելությանը, միջ հասարակական։ Այդ մարդիկ, այդ ֆեյք քշողները ինձ թվում է քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն հասարակության մեջ ատելություն սերմանելու, ներհասարակական կոնֆլիկտ հրահարելու համար։ Մի խոսքով, հարգելի հայրենակիցներ, միացեք մեր էջերին, բաժանորդագրվեք, տարածեք, մեկնաբանեք, միացեք, որ փոխենք։